Նանտապանում հյուրընկալել եմ ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Գևորգ Սաֆարյանին, պարոն Սաֆարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Թրամփը շատ հիասթափված է Պուտինից, արդեն երկրորդ անգամ է նա այդ մասին հայտարարում, ամերիկյան պարբերականներից մեկն էլ գրում է, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է Ուկրաինային տրամադրել հետախուզական տվյալներ Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու համար։ Մենք լսեցինք Պուտինին, Պուտինն էլ ասում է, որ հեռահար հրթիռների տրամադրումը Ուկրաինային մարտական իրավիճակը չի փոխի, գետնի վրա իրավիճակ չի փոխի, բայց կհանգեցնի նոր էսկալացիայի Վաշինգտոնի հետ հարաբերություններում։ Հիմա իսկապես հեռահար հրթիռների տրամադրումը գետնի վրա իրավիճակ չի փոխի, ինչպես վստահ է Պուտինը։ Մենք ձեր հետ զրուցել ենք այս թեմաներով նաև նախկինում, որտեղ իմ կանխատեսումներ, որ Թրամփի մոտ չի ստացվելու խաղաղության հասնել եւ չի ստացվելու, որովհետեւ Պուտինը դրան չի համաձայնվելու, ինչը մենք այսօր տեսնում ենք եւ նաեւ մենք խոսեցինք այն մասին, որ Թրամփը ինչքան էլ որ փորձի իր անձնական պաշտոն օգտագործելով լոյալ գտնվել Ռուսաստանի նկատմամբ, Թրամփի նկատմամբ լինելու են ներքին ճնշումներ, հենց Ամերիկայի ներսում։ Մենք տեսանք նաև ճնշումները Եվրոպայի կողմից, բայց ճնշումներ կան, համոզված եմ, նաև հենց Ամերիկայի ներսում, հենց հանրապետական կուսակցության ներսում, եւ Թրամփը հետզհետե չի կարող գտնվել նույն դիրքում եւ մենք այսօր տեսնում ենք, որ այո, նաև հիշեցնեմ, որ Թրամփը հայտարարեց, որ թույլ են տալիս նաև Ուկրաինային մեծ խորություններով հարվածներ հասցնել Ռուսաստանին։ Կփոխի արդյոք իրավիճակը միանշանակ կփոխի եւ Ուկրաինայի կողմից արդեն անօթաչու թռչող սարքերով եւ ուկրաինական արտադրության թեւավոր հրթիռներով հասցված հարվածները բերել են նրան, որ ըստ որոշ փորձագետների գնահատականների նավթարդյունաբերությունը Ռուսաստանում մինչեւ 40% կրճատվել է։ Եվ արդեն խոսակցություններ կան, որ Ռուսաստանը պատրաստվում է որոշակի ապրանքներ նավթարդյունաբերական արդեն ձեռք բերել Չինաստանից։ Այսինքն միանշանակ արդեն իսկ Ռուսաստանը հայտնվել է որոշակի ներքին խնդիրների առաջ, բենզին Ռուսաստանում չկա։ Այսինքն մարդիկ ժամերով հերթ են կանգնում, որպեսզի բենզին կարողանան գնել։ Թեւավոր հրթիռների արկայությունը խոսք է գնում Տամահավք տիպի հրթիռների փոխանցման մասին եւ Պուտինը հայտարարեց, թե դա ինչ հրթիռ է, որ մենք էլ չսովորենք դրան խոցել, սա արդեն իսկ խոսում է այն մասին, որ իրենք չգիտեն ինչպես դրան խոցել։ Նաեւ հաշվի առնելով, որ Ռուսաստանի տարածքը շատ մեծ է, այս թեւավոր հրթիռները բերելու են բավականին լուրջ փոփոխության, այսինքն ծանրության կենտրոնը թեքվելու է դեպի Ուկրաինա։ Պուտինի կողմից նման հայտարարությունները իհարկե դրանք դասական ուղղակի հայտարարություններ են, նրանք շատ լավ հասկանում են, որ եթե այս տիպի հրթիռներ փոխանցվեց Ուկրաինային, նրանք խնդիրներ կունենան։ Բայց դրանով հանդերձ չեն պատրաստվում կանգնեցնել պատերազմը։ Նայեք, կայսրությունները այնպիսի քաղաքականություն ունեն, որ նրանք իրենց ամբիցիաներից ելնելով անգամ փլուզվում են։ Մի անգամ էլ մենք խոսել ենք դրա մասին, պատմության մեջ ռոմեական կայսրություն է փլուզվել։ Իսկ ռուսական կայսրությունը ի համեմատ ռոմեական կայսրության ոչինչ է։ Կայսրությունների քաղաքականությունն է այսպիսին։ Օրինակ, երբ որ արդեն դաշնակիցների զորքերը շուրջկալ էին արել Բերլինը ժամանակին, Հիտլերը խոսում էր այն մասին, որ իրենք դեռ պիտի գրավեն ինչ-որ պետություններ, մտնեն Մոսկվա եւ այլն։ Այսպիսին է կայսրական մտածողությունը եւ այսպիսին մտածողություն ունի Պուտինը եւ այսպիսի մտածողություն է արկա առհասարակ Ռուսաստանի վերնախավում։ Նրանք կարծում են, որ իրենք ուրեմն հաղթել են ուկրաինական պատերազմը եւ հաղթելու են, եւ Պուտինի կողմից այդ լիրիկական հղումները, որ մենք տեսանք, Բարադինոյի կարծեմ ճակատամարտի վերաբերյալ, սա եւս մի փորձ է ցույց տալու սեփական հանրության եւ նաեւ համաշխարհային հանրությանը, որ իրենք չեն պարտվել, չեն պարտվում եւ իրենք հաղթելու են։ Եվ Պուտինի այն հայտարարությունները, որ թե որոշ մարդիկ, ովքեր կարծում են, որ Ռուսաստանին հնարավոր է հաղթել, նրանք մոլորության մեջ են, դա անհնարին է եւ այլն։ Իրականում մոլորության մեջ է ինքը։ Ինքն է մոլորության մեջ, թե Ռուսաստանը անպարտելի է։
Պարոն Սաֆարյան, ասացիք ծանրության կենտրոնը փոխվում է դեպի Ուկրաինայի կողմ, հիմա սա նշանակում է, որ Թրամփի այն հայտարարությունը, որ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ Ուկրաինան կարող է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը, սա դա կարող է նշանակել ուժի կենտրոնի փոփոխությունը։ Դա արդեն ծանրության կենտրոնի փոփոխությունը դեպի Ուկրաինա, այսինքն բայց դա նշանակելու է, որ կկարողանա իսկապես վերականգնել իր տարածքային ամբողջականությունը։ Ուկրաինան փորձելու է եւ գնալու է այդ ճանապարհով եւ այս խորքային հարվածները, որը ինքը արդեն ամիսներ շարունակ իրականացնում է, հենց ուղղված է դրան, որ Ուկրաինան չի հրաժարվում այն տարածքներից, որոնք արդեն օկուպացված են Ռուսաստանի կողմից, եւ ես հիշեցնեմ, որ անգամ Թրամփի լուրջ ճնշումների ներքո Զելենսկին հրաժարվեց համաձայնել այդ տարածքներից հրաժարվելու առաջարկին, որը գալիս է Ռուսաստանից, եւ ըստ էության Թրամփը նույնպես դրան համաձայն էր, ասելով, որ Ուկրաինան պետք է լինի իրատեսական եւ որոշակի տարածքային զիջումներ անի, սակայն մենք տեսանք, որ Ուկրաինան իրատեսական է եւ այդ զիջումները չի անում։ Եվ արդեն այսպիսի բալանսի պարագայում դժվար թե Ուկրաինան հետ քայլ կատարի եւ հրաժարվի որոշ տարածքներից։ Այս թեմային, եթե ժամանակ ունենանք, մեկ հարց էլ ունեմ կվերադառնանք, բայց հիմա գանք մեր խնդիրներին։ Վաշինգտոնյան հուշագրի շրջանակներում ԱՄՆ մաքսային եւ սահմանային պաշտպանության ծառայության թիմը Հայաստանում է, հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ըստ հաղորդագրության այս թիմը, ամերիկյան թիմը աշխատելու է Հայաստանի սահմանապահ ուժերի հետ իրականացնելու կարողությունների գնահատում եւ բացահայտելու բարելավման կարիք ունեցող ուղղությունները։ Սա չի լրջացնում հուշագրի հետ կապված գործընթացները եւ արդյոք լավատեսություն չի ներշնչում, որ սայլը տեղի շարժվում է Հուշագրի հետ կապված որ գործընթացները։ Դե մաքսավորները գալիս են, վերապատրաստելու են հայ մաքսային եւ սահմանապահ ուժերին, սա էլ ենթադրելու է, որ հենց Հայաստանն է իրականացնելու իր սահմանային պարտավորությունները ճանապարհների ապաշրջափակման դեպքում։ Չի ենթադրում եւ ենթադրում է հակառակը։ Ինչպես նախկինում մենք ասացինք, ըստ էության սա միջանցք է տրամադրված Ադրբեջանին, բայց ԱՄՆ-ի միջոցով։ Եվ ԱՄՆ-ի մաքսավորների ուրեմն մուտքը Հայաստանից խոսում է նրա մասին, որ նրանք պատրաստվում են իրականացնել այդ բեռների կամ առհասարակ տրանսպորտային տեղաշարժի վերահսկողություն։ Սրա մասին մենք Բայց հաղորդագրությունը փորձի փոխանակման մասին չէ, պարոն Սաֆարյան։ Ոչ մեկ չի ասելու ուղիղ տեքստով, որ նրանք գալիս են այստեղ իրականացնելու այդ գործառույթները։ Ուղիղ տեքստով դա երբեք չի ասվելու։ Բայց ակնհայտ է ինքնին, ուրեմն ձևակերպումներից անխոչնդոտ անցում Հայաստանի Հանրապետության տարածքով եւ այն հանգամանքը, որ այդ գործընթացները այսպես կոչված հայ-ամերիկյան համատեղ ուրեմն կազմակերպությունն է իրականացնելու, խոսում է այն մասին, որ ընդամենը հայ բառը այդտեղ ավելացվել է, որ միջանցք ձևակերպումից խուսափեն, բայց իրականում դա միջանցք է։ Եվ վաղը մյուս օրը, երբ որ խոսում են այն մասին, որ մաքսակետով անցնելիս լինելու է մաքսային վերահսկողություն, ինչը նույնպես հայերը չեն իրականացնելու, բայց ասենք թե մաքսակետը անցավ ինչ որ մի ավտոբուս։ Այդ ավտոբուսը մտավ այդ տարածք։ Այդ ավտոբուսի նրա ուրեմն ուղևորների նկատմամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ունենալու է վերահսկողություն։ Դե պաշտոնյաներին տրվում են այդ հարցերը, դուք հետևում եք վստահաբար նրանց այդ հարցերին։ Պատասխաններին։ Չեն պատասխանում, վրթովվում են, թե իբրև թե դուք փորձում եք խաղաղության գործընթացը տորպեդահարել եւ այլն։ Հարց է առաջանում, լավ, ինչ որ մի վարորդ օրինակ գտնվում է հարբած վիճակում ղեկին, վտանգելով քաղաքացիների մարդկանց անվտանգություն։ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կարողանալու է կանգնեցնել այդ ավտոբուսի վարորդին, իջեցնել ղեկից, ավտոբուսի ամբողջ անձնակազմին իջեցնել, ավտոբուսը տանել Տուգանային հրապարակ, ձերբակալել հարբած ավտոբուսի վարորդին, կարողանալու է արդյոք միանշանակ ոչ։ Վերահսկողությունը այդ տարածքի Հայաստանի Հանրապետությունից դուրս է լինելու։ Երբ որ խոսում են, որ լինելու է Հայաստանի օրենքների համաձայն, ես հիշեցնեմ, մեր պետական կառավարման կառուցվածքը ունի 3 թև. օրենսդիր, գործադիր եւ դատական։ Եթե մենք խոսում ենք, որ օրենսդիր գործառույթը պահպանվելու եւ Հայաստանի օրենքները պահպանվելու են, գործադիր գործառույթը չի պահպանվելու։
Այսինքն Հայաստանի ոստիկանությունը, Հայաստանի այլ ծառայությունները այդ տարածքի նկատմամբ վերահսկողություն չեն ունենալու։ Եվ ես, եւ դուք, եւ որևիցե Հայաստանի Հանրապետության քաղաքացի այդ տարածքում չի կարողանալու հայտնվել։ Այդ տարածքը ուղղակի փակվելու է, այո։ Որովհետեւ նաեւ այստեղ հարց է առաջանում, եթե ես, դուք կամ որևիցե օրինակ արշավական խումբ բարձանում է սարերով Արշավի է գնում եւ այնտեղ տեղի է ունենում բախում ադրբեջանցիների եւ հայերի միջեւ, օրինակ, չէ՞։ Եթե այդ տարածքը գտնվում է Հայաստանի վերահսկողությունից, Հայաստանի ոստիկանության վերահսկողությունից դուրս, ապա Հայաստանը չի կարող այնտեղ անվտանգության երաշխիքներ տալ իր քաղաքացիներին։ Այսինքն ամբողջությամբ այդ անցումը հանդիսանում է միջոց։ Եթե համարենք, որ ձեր ասածն է եւ ամերիկյան բացառապես ամերիկյան վերահսկողություն է լինելու, այստեղ տարբերություն չկա, որ ամերիկյան է վերահսկողությունը։ Տարբերություն ինչից։ Ռուսական վերահսկողության նկատմամբ։ Այո, տարբերություն կա, բայց մենք ինչի ենք խոսում, որ պետք է լինի կամ ռուսական վերահսկողություն, կամ ամերիկյան վերահսկողություն։ Չէ, ես ձեր վարկածով եմ առաջ շարժվում, ձեր վարկածի տրամաբանությամբ, որովհետև իշխանությունները, Հայաստանի իշխանությունները պնդում են, որ ոչ, հայ սահմանապահ ծառայություններն են իրականացնելու ճանապարհի վերահսկողությունը։ Դուք դրան չեք հավատում։ Սահմանը անցնելուց հետո արկա է ճանապարհ, չէ՞։ Նրանք պնդում են թե իբրև թե նաև սահմանի նկատմամբ վերահսկողությունը մենք ենք իրականացնելու, բայց արդեն իսկ Նիկոլ Փաշինյանի շուրթերով խոսում են, որ հայ սահմանապահ այնտեղ չի լինելու, այլ էլեկտրոնային համակարգեր եւ այլն։ Սա ընդհանրապես լղոզված տարբերակն է հանրությանը մատուցելու, որ Ադրբեջանի պահանջը իրականացվել է, որ ադրբեջանցիները հայ սահմանապահի դեմքը չպետք է տեսնեն։ Լավ, սահմանը անցավ։ Այդ բեռնատարը անցավ սահման։ Այդ բեռնատարը Հայաստանի Հանրապետության տարածքում երթևեկելու է։ Նրա երթևեկը ով է վերահսկելու, Հայաստանի ոստիկանությունը, թե Ամերիկայից գործուղված ինչ որ հատուկ կազմակերպության անդամ։ Դե պարոն Սաֆարյան, դա ժամանակը ցույց կտա, մենք հիմա իզուր պնդումներ։ Չէ, նայեք, մենք արդեն կարող ենք վերլուծություն անել եւ վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի պետական մարմինները այնտեղ վերահսկողություն չեն իրականացնում։ Շատ լավ, ենթադրենք միջանցքը, ես ամեն դեպքում ձերպես վստահ պնդում ինձ թույլ չեմ տա անել, միջանցքը տրվել է ամերիկյան վերահսկողությամբ։ Հիմա ես հարցնում եմ, մենք ունեինք եւս մեկ տարբերակ, այդ միջանցքը տալ, այսպես կոչված միջանցքը տալ ռուսական վերահսկողությամբ։ Հիմա ամերիկյան վերահսկողությունն է ավելի շատ չասեմ բխում Հայաստանի շահերից, բայց գոնե չի տրորում Հայաստանի շահերը այնքան, որքան ռուսական վերահսկողությունը։ Դուք ինչ կարող եք այս մասով ասել։ Ես էլի պնդում չեմ անում։ Ես ընդհանրապես Ես նույնպես պնդում չեմ անում, այլ անում եմ վերլուծություն։ Վերլուծության հետևանքը միշտ պնդումից ավելի ցածր արժանավատություն ունի։ Վերլուծության արդյունքն է, որ ես կարծում եմ, որ դա հանձնվելու է ամերիկյան վերահսկողության ներքո։ Ինչ վերաբերվում է այն մոտեցմանը, որ մենք ունենք եւս մեկ տարբերակ, այս հենց այստեղ է խնդիրը, սա իշխանական մոտեցում է, որ կամ պիտի տանք ռուսներին, կամ պիտի տանք ամերիկացիներին։ Դե երկու փաստաթուղթ ենք ստորագրել պարտությունից հետո, պարոն Սաֆարյան, ինչ պետք է անի։ Հենց խնդիրը նրանում է, որ նախ առաջի փաստաթուղթը ինքը անվավեր է, որովհետև որևիցե կողմ այդ փաստաթղթի կետերը չի բավարարել, մեր գերիները գտնվում են ուրեմն Բաքվում, Արցախը հայաթափված է, իր գործառույթները չի կատարել ռուսական զորքը, իր պարտականություններից հրաժարվել է Ադրբեջանը, այսինքն այդ փաստաթուղթը գոյություն չունի։ Մենք դրա չենք կարող պահպանել, որովհետև ինքը չի գործել։ Երկրորդ փաստաթուղթը թող չստորագրեին։ Երկրորդ փաստաթուղթը ստորագրել են այն քողի ներքո, որ կամ տալիս ենք ռուսներին, կամ տալիս ենք ամերիկացիներին։ Իդեպ կարող էին ասել եւ կամ տալիս ենք թուրքերին։ Բայց այս ամենը այս ամբողջ քննարկումները գտնվում են 0-ից ներքև, 0-ից բացասական տիրույթում։ Եթե մենք գնանք 0-ից դրական տիրույթ, Հայաստանի Հանրապետության տարածքը պիտի վերահսկվի Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմինների կողմից։ Իսկ եթե Ադրբեջանը դրան համաձայն չէ, կարող է մի մեծ պատ գտնել եւ գլուխը տալ պատին։ Մենք Ադրբեջանին չենք խնդրում, որ ինքը գա մեր տարածքով գնա Նախիջևան։ Ադրբեջանն է մեզ խնդրում, որ մենք իրեն Նախիջևան ճանապարհ տանք։ Խնդրեմ, մենք կարող ենք տալ եւ այդ ճանապարհը կարող է գտնվել մեր վերահսկողության ներքո, բայց այդ դեպքում էլ պայմաններ նախ պետք է դրվեն, որ նմանատիպ ճանապարհ Ադրբեջանը պիտի տա մեզ, եւ այս ամենի մասին մենք կարող ենք քննարկել, եթե Ադրբեջանը իր պարտականությունները իրականացնի, իր նախկին ստորագրած փաստաթղթերին հավատարիմ մնա եւ առաջին հերթին մեր գերիներին բաց թողի։
Գերիներին եւ այստեղ պետք է նշել նաեւ պատանդառված մարդկանց։ Մարդիկ, ովքեր չեն հանդիսացել զինվորական, քաղաքացիական անձինք են եւ պատանդառվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից։ Այսինքն մենք խնդիր ունենք ահաբեկչական պետության հետ, որտեղ պատանդ վերցնում է ահաբեկիչը, որը ահաբեկչական գործողություններ իրականացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ։ Հետո պարտավորվում է, որ ինքը կհանձնի, հիշեցնեմ, որ մենք անգամ մարդասպաններին ենք հանձնել։ Մարդասպանների, ովքեր անցել էին սահմանը եւ մի անմեղ հովվի մի պատանոց սպանել էին եւ դատապարտվել էին ցմահ ազատազրկման։ Մենք անգամ նրանց ենք հանձնել Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը նրանց բաց է թողել։ Ինչի դիմաց Ադրբեջանը ոչ մեր գերիներին է հետ վերադարձնում, ոչ պատանդառված մարդկանց։ Այսինքն նաեւ այս հարցը պիտի բարձրացվի, եթե դու պատերազմական գործողություն չես վարում Հայաստանի դեմ, ապա ինչ է նշանակում գերի։ Գերին դա պատերազմի արդյունքում անազատության մեջ հայտնված հակառակորդի զինվորն։ Պարոն Սաֆարյան, մի փոքր շեղվենք ԵԽԽՎ-ում Փաշինյանի ելույթը որակել եք խայտարակություն, բայց ասում եք ցավոք մեզ բոլորիս խայտարակեց։ Ելույթի ո՞ր մասն եք համարում խայտարակություն։ Երբ որ ԵԽԽՎ-ի падգամավորները, ովքեր որ Հայաստանի Հանրապետությունից չեն, օտարերկրյա падգամավորներ են, բարձրացնում են հարցեր, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերից, եւ հնչում են պատասխաններ մեր այսպես կոչված վարչապետի կողմից, որը բխում է Ադրբեջանի շահերից եւ հակասում է Հայաստանի Հանրապետության շահերին։ Նաեւ մասնավորապես օրինակ Նաև խոսք գնաց կարծեմ падգամավորներից մեկի հարցազրույցներ, որ եթե դու առհասարակ մարդու իրավունքները մարդուն տրված չեն վարչապետի կողմից եւ որևիցե մեկը չի կարող հրաժարվել մարդու իրավունքներից եւ մարդու իրավունքների պաշտպանությունից եւ վարչապետը չի կարող ասել ես իրատեսական չեմ համարում արցախցիների վերադարձը, քանի որ դա իրենց իրավունքն է։ Այսինքն դու այսինքն սա նշանակում էր մոտավորապես, որ օտարերկրացի Եթե այս պահին իրատեսական չէ վերադարձի հնարավորությունը, դա նշանակում է ժխտել նրանց իրավունքը։ Չկա այս պահի հասկացությունը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ նրանք չեն վերադառնալու եւ Հայաստանը նաեւ արևմուտքի աջակցությամբ պիտի իրենց, այսպես ասած, տնավորի Հայաստան։ Այսինքն փակում է այն էջը եւ ասել է թող որ Հայաստանն ու Ադրբեջանը իրար հանգիստ թողեն եւ այդ մարդկանց վերադարձի հարցը չբարձրացնեն։ Միչանսկի վերաբերյալ նաեւ հարց եղավ իրեն, որտեղ ակնհայտ ակնարկ էր, որ մենք հասկանում ենք, որ դուք Միչանսկ եք տալիս։ Եվ Նիկոլ Փաշինյանը վրթովված, այսպես ասեց, ես դատապարտում եմ Միչանսկ ձևակերպումը, որը ձևակերպել էր ՄԱԿ-ում Ալիևը։ Եվ նա վրթովված ասեց, թող Ալիևը ասի, թե ինչի նկատի ունի, հանդիպել է Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանը։ Եվ այդպես վրթովված հարցրեց Ալիևին, թե ինչի ես դու ասում Միչանսկ։ Իհարկե ոչ, որովհետև իրենց բանակցությունների մեջ երկուսն էլ գիտեն, որ դա Միչանսկ է։ Դե խնդրեմ, թող նույն վրթովմունքով Ալիևին դատապարտեր, ասեր ես դատապարտում եմ քո այն խոսույթը, որ դու ՄԱԿ-ից հայտարարում ես, թե դա Միչանսկ է։ Որտեղ ես Միչանսկ տեսել։ Բայց մենք տեսանք այլ բառեր չեմ ուզում օգտագործել, եթերում ենք այսպես կծկված մի ճուտիկի կարգավիճակում նստած էր Ալիևի առաջ։ Հիմա եթե ես հարցնեմ որն է ելքը, վստահաբար ասելու եք պետք է լինի իշխանափոխություն, այս համատեքստում խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերը կարծես թե նախաձեռնել են այդ անվստահության գործընթացը, Հայաստան խմբակցությունը իր ստորագրություններով միացել է։ Ինչ կարող եք ասել, կհաջողվի ընդդիմադիրներին ներգրավել նաև ԿՊ-ական պատգամավորներին եւ այս գործընթացը իսկապես իրականություն դարձնել, հասցնել իրենց պատկերացրած ավարտին։ Խորհրդարանում չկա ընդդիմադիր որևիցե ուժ։ Խորհրդարանում կա նախկին ներկա սև ու սպիտակ խաղ, որը բխում է բացառապես իշխանությունների շահից։ Առհասարակ նախկիներ այդ խաղը։ Որովհետեւ նրանք այս խաղը խաղում են միասին։ Ներկա իշխանությունները չեն իրականացնում լյուստրացիա, չեն բացում գաղտնի արխիվները, նախկիներին չեն ունեզրկում օրենքի շրջանակներում, նախկիներին չեն ուղարկում բանտեր, իրենք իսկ ազգային ժողովի ամբիոնից հայտարարում են, որ նախկիները թալանչի են։ Այսինքն կատարել են ծայրահեղ ծանր հանցագործությունների մի ամբողջ շարան։ Եվ եթե այդ ամենը բացահայտվի, նրանց պարագլուխները առնվազն 1 ցմահ ազատազրկմամբ կհայտնվեն բանտում, բայց դա տեղի չի ունեն։ Գաղտնի արխիվները մնում են գաղտնի։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ գաղտնի արխիվներում կան փաստեր,
որոնք ապացուցում են նախկինների առնվազն համատարած թալանը, բայց նա չի բացում այդ արխիվները։ Այսինքն ինքը իր կողմից ապահովում է նախկինների անվտանգությունը, ապահովում է նախկինների ունեցվածքը, թալանված ունեցվածքը, նախկինները իրենց կողմից ապահովում են իրենց դեմքը հանրության առաջ։ Այսինքն նախկինները երևում են հանրության առաջ, Նիկոլ Փաշինյանը ասում է ես չլինեմ նախկիններն են գալու, հանրությունը ասում է լավ, գոնե դու մնա։ Եվ այստեղ ինչ շատ կարևոր մի բանի են նրանք պատրաստում երկուսն էլ։ Ընտրությունների ժամանակ ներկաները առաջ են բերելու իրենց այդ 4-րդ հանրապետություն անհեթեթությունը, խաղաղության օրակարգ անհեթեթությունը, բայց հանրությունը դրան ձայն չի տալու։ Հանրությունը ձայն է տալու, որպիսի նախկինները չվերադառնան։ Եվ հետո իրենք ասելու են, տեսեք, մենք ընտրություններին ներկայացրեցինք հանրությանը մեր ծրագրերը։ Հանրությունը մեր ծրագրին հավանություն տվեց։ Սա է պատճառը, որ նախկիններին այսօրվա իշխանությունը ամեն ամբիոնից հայտարարում է ընդդիմություն։ Անընդհատ նրանք ասում են ընդդիմությունը նախկիններն են, ընդդիմությունը նախկիններն են, որպիսի նախկիններով վախեցնեն հանրությանը, որպիսի առաջանա հանրության մոտ երկընտրանք, կամ նախկինները, այսինքն կամ ավելի վատը, կամ մի քիչ վատը ներկաները։ Սա է նախկին ներկա սև ու սպիտակ խաղի կանոնները, ինչը բերում է առհասարակ քաղաքական դաշտի տոտալ ոչնչացում։ Եվ պատկերը մենք 2026 թվականին խորհրդարանում ունենալու ենք նույնպիսի Նույն պատկեր։ բանն ենք տեսնելու ենք նույն նախկին ներկան։ Բայց ձեր քաղաքական ուժը, ձեր պես այլ ուժեր ինչ անելիք ունեն կամ ո՞րն է անելիքը։ Այստեղ հարց է առաջանում։ Իսկ մեր պես քաղաքական ուժերը հանրությանը որտեղ երևում։ Էլի ասելու եք, որ չունեք ռեսուրսներ, պարոն Սապարյան, բայց դա համոզիչ չէ։ Մենք չէ, հանրությունը չունի ռեսուրս։ Հանրության չէ որ մեդիա ռեսուրսը դա մեր սեփականությունը չի, հմեկը մեր սեփականությունը չի։ Դա հանրության ռեսուրսն է։ Բայց մեդիա ռեսուրսը ծառայում է երկու կողմին՝ սևերին եւ սպիտակներին։ Եթեր դուրս եկող ամբողջ մեդիա ռեսուրսը իրենց ձեռքում է։ Այսօր բոլորը կարող են եթեր դուրս գալ, պարոն Սապարյան, եթե ունեն ասելիք։ Ինչպես ես ինչպես Համացանցը շատ ավելի տարածված է։ Դուք ուզում եք ասել, որ այսօր հանրային հեռուստաընկերություն ավելի շատ են դիտում, քան համացանցային այդ միանշանակ ոչ թե ավելի շատ են դիտում, խոսքը աստիճանների մասին է, ավելի շատ են դիտում։ Նախ համացանցային եթեր չի լինում, եթերը միայն լինում է հեռարձակվող։ Ես նկատի ունեմ համացանցով կան միջոցներ, որոնք շատ ավելի լայն տարածվածություն ունեն, շատ ավելի լայն լսարան ունեն։ Չկա այդպիսի համացանցային միջոց, որը ունի շատ ավելի լայն լսարան, քան հեռարձակվողը։ Ինչու՞։ Որովհետև հեռարձակվող միջոցը նախ նայում են հեռուստատեսությամբ, երկրորդը այդ միջոցը նույնպես ունի հեռարձակում ինտերնետում։ Եվ միայն ինտերնետային հեռարձակումը չի կարող դրա հետ անգամ մրցել, անգամ մոտենալ նրան չի կարող։ Հիմա սա նշանակում է, որ դուք ոչինչ չեք պատրաստում։ Չէ, մենք միշտ խնդրեմ, մենք այսօր կլոր սեղաններ ենք փորձում հրավիրել, փորձում ենք համախմբում իրականացնել, բայց պիտի իրականությունը տեսնել։ Առանց բաց մեդիաների ժողովրդավարությունը անհնարին է։ Սա պարտադիր պայման է ժողովրդավարության համար, որովհետև եթե որպիսի ժողովուրդը վարի, ժողովուրդը պիտի իմանա ինչ է կատարվում իր երկրում։ Ժողովուրդը չի կարողանում իմանալ։ Ժողովուրդը չի ճանաչում ազգային ժողովրդավարական բևեռին, որովհետև ազգային ժողովի այդ գզվռտոցի մեջ, որը լայնորեն ուրեմն հեռարձակվում է բոլոր հեռուստաընկերություններով, այդ գզվռտոցի մեջ ազգային ժողովրդավարական բևեռը չկա։ Նրանք դուրս են գալիս ազգային ժողովի ամբիոն եւ որտեղից մենք տեսնում ենք լկտիություն, անբարոյականություն, իմյանց հայհոյանքներ եւ այլն, բայց այս ամենը իրենց հեռուստաընկերությունները տարածում են։ Եվ հանրության համար կա այս երկու ուժը՝ սևերը եւ սպիտակները, որոնք միմյանց դեմ են։ Իսկ իրականում նրանք միմյանց դեմ չեն։ Մի օրինակ հանրային եթերում, հանրային հեռուստաընկերության եթերում բանավիճում են հներից եւ ներկաներից երկու անձ։ Հայաստանի իրավահաջորդության վերաբերյալ։ Մեկը ասում է, որ Հայաստանը պետք է լինի սովետական Հայաստանի իրավահաջորդ, մյուսը նրան հակադարձելով ասում է ոչ, Հայաստանը պետք է լինի սովետական Հայաստանի իրավահաջորդ։ Այսինքն երկուսը ասում են մի բան, բայց միմյանց հետ կռվում են եւ անգամ միմյանց հայհոյում, վիրավորում եւ այլն։ Երկուսը նույնն են ասում։ Իսկ օրինակ ազգային ժողովրդավարական բևեռը, որը ըստ էության միակ քաղաքական ուժն է, որը խոսում է առաջին հանրապետության իրավահաջորդության վերաբերյալ, նա չունի եթեր, նրան չեն հրավիրում հմեք, իսկ եթե հրավիրում են ուղղակի ճիշկա դնելու համար։ Այս պայմաններում ինչպես մենք լայն զանգվածներին կարողանանք լայն զանգվածների հետ հաղորդակցվել։
իրականությունը այսպեսին։